Ողջույն հարգելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Երևանի Աջափնյակ համայնքում, շարունակում ենք մեր քարոզարշավը, ինչպես հայտնի է այսօր Նիկոլ Փաշինյանը բավական լկտի վարքագիծ է ցուցաբերել մեր քաղաքացիների նկատմամբ, սա այսպես եւ մարդկային, եւ բարոյական, եւ իրավական, եւ եթե կուզեք տղայական, գողական, միլիցիական բոլոր առումներով փչացնում է իրեն եւ ինքը որպես մարդ է վերանում արդեն իր այդ վարքագծով կնոջ հետ տեսել եք տարբեր կանանց հետ ինչպես է իրեն պահում, սա մեկ բանի մասին է վկայում, որ ինքը վախեցած է, որ կորցնում է իշխանությունը, ինքը վախեցած է, որ չի կարողանալու վերարտադրվել եւ հետագայում արդեն խնդիրներ է ունենալու Սաակաշվիլու ճակատագիրը իր աչքի առաջ է եւ նաեւ սա ցույց է տալիս, որ բովանդակային քաղաքական դաշտում ինքը ոչ ասելիք ունի, ոչ անելիք ունի, այնպես որ ինչպես ասում են շունը հաչում է, քարավանը գնում է, պետք չի տրվել սադրանքներին, մենք քաղաքական բովանդակային առումով կպատասխանենք այս ամեն ինչին, եթե անհրաժեշտ է նաև քաղաքական ապտակներ կհասցնենք, իսկ գլխավոր ապտակը մենք կարծում ենք, որ մեր քաղաքացիները կարող են հասցնել հունիսի 7-ին մասնակցելով խորհրդարանական ընտրություններին։ Մենք հիմա կշարժվենք արդեն Աջափնյակ համայնքում, թեև անձրևային է եղանակը, բայց ոչինչ մեզ չի խանգարի։ Շատերը հետաքրքրվում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այսպես հիստերիկաց է, լաչառաց է, արդեն ասացի, որ ինքը անելիք ու ասելիք չունի, պարտվում է, իսկ պարտվող մարդը բնականաբար այդ վարքագիծն է դրսևորելու եւ ուրիշ ասելիք չի կարող ունենալ։ Մեր քաղաքացիները պետք է շարունակեն հարցադրումներով հանդես գալ իր դեմ եւ հարցադրումները ներկայացնեն, բացատրություններ պահանջեն եւ մենք գտնում ենք, որ քարոզարշավը ամեն ինչ իր տեղը կդնի ու թող Նիկոլը շարունակի այս տեմպով հետագայում մենք իհարկե ճակերտավոր շնորհակալություն կհայտնենք նրանից, ինքը այնքան լկտիացել է, որ մարդկանց ընտանիքներ է մտնում եւ ես կուզենայի նաեւ մի բան ավելացնել, այսօր ինքը փաստացի ատելության խոսք է տարածել, ասել է, որ սատկացնելու եմ դրանց եւ այլն ընդդիմադիր ուժերին, դուք հիշում եք, մարդիկ մի նախադասության, մի հարցազրույցի, մի խոսքի համար փաստորեն ազատազրկվում էին եւ նրանց դեմ քրեական գործեր էին հարուցվում, նույնիսկ մենք ունենք դեպք, երբ որ Արմենը Կավենի հայտնի խաղացող իր խոսքի համար փաստորեն բանտարկվեց եւ բանտում մահացավ։ Հիմա ես ուզում եմ իրավապահներին դիմել եւ ասել, բա ինչի գործ չեք հարուցում։ Ինքը խայտարակ հանցավոր հայտարարություններ է անում եւ մարդկանց փաստորեն ահաբեկում է եւ տիրապետելով իշխանական ողջ լծակներին փաստացի սպառնալիքներ է հնչեցնում եւ այս ամենը չի կարող անհետևանք մնալ։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը, ծրագրերին է ծանոթացեք, լավ եղեք։ Այնպես որ մենք երկակի եռակի ստանդարտները տեսնում ենք եւ այս ամեն ինչին պետք է վերջ դնել։ Աջափնյակ համայնքի հարգելի բնակիչներ, հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեով մերժեք այս հանցավոր իշխանությանը, որը սպասարկում է Ալիևի ու Էրդողանի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը այդտեղ իսկ հայտարարել է, որ իշխանությանը մնալու դեպքում հանձնելու է Հայաստանից տարածքներ, առնվազն 3-ը։
Սրան գումարած նաև նա պարտավորվել է Ալիևի պահանջով փոխել Հայաստանի սահմանադրությունը եւ փաստացի լուծարել երրորդ հանրապետությունը։ Մենք պետք է բոլորս մերժենք այս հանցավոր քաղաքականությունը, ձայնը տանք ազգային ուժերին եւ մասնավորապես համար 7-ին։ Համար 7-ը դա Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է եւ այն քաղաքական ուժերը, որոնք միացել են եւ միասնաբար են մասնակցում Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով Մայր Հայաստանը եւ դեմոկրատական այլընտրանքը։ Դուք գիտեք, որ մենք մշտապես ձեր շահերի պաշտպանությամբ ենք զբաղվել։ Հիմա բոլորս միմյանց կարիքն ունենք, որպեսզի պաշտպանենք Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, հունիսի 7-ին քվեաթերթիկ միասնական ջանքերով փոխենք այս իշխանությանը եւ ձևավորենք նոր իշխանություն։ Միացիր։ Որ փոխենք։ Միացիր։ Որ փոխենք։ Բարև ձեզ, Աջափնյակի ժողովուրդ ջան, և այսպես, մենք ունենք մի խնդիր, խնդիրը շատ պարզ է ուղիղ առանց ինչ-որ երկար բարակ, հենց ինչ-որ ավտկերի, ամսի 7-ին ընտրությունը լինելու է շատ պարզ և ուղիղ, մենք ընտրելու ենք կամ մենք ապրելու ենք Հայաստանի Հանրապետությունում կամ Արևմտյան Ադրբեջանում։ Այլ ընտրանք չկա և իրականում այն բոլոր հարկ խոսքերը, որոնք մենք լսում ենք իշխանության կողմից, վկայում են դրա մասին։ Իսկ ինչ-որ մեկը հարց տվել է ինչի համար ընտրության ժամանակ, նույն իշխանությունը, նույն Փաշինյանը հայտարարեց, որ ևս Հայաստանի Հանրապետության տարածքից ճիշտ է ինչ-որ տենց անկլավ բան, ես ինչ-որ բաներ են տենց հորին է իրենց բաներով են պատրվակով Հայաստանում, Հայաստանի տարածքները, նվազագույն այն տարածքները, որոնք ամրագրված են այսօր Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, պետք է հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին, չնայած ինչ կապ ունի։ Եվ այստեղ շատ կարևոր մի տրամաբանական գիծ ենք անցկացնում։ Ինչի համար են հանձնելու, շատ պարզ։ Դեկտեմբերի 5-ին 2025 թվականին Ոման Իլհամ Ալիևը, այս իշխանության ազիզ աղբերը, բարեկամը, չգիտեմ, նույնիսկ ոնց ասեմ, որ հենց տենում են իրան չոքերը թուլանում ուրախությունից մի խոսքով։ Ալիևը սրանց պահանջ է դրել, ճիշտ հրահանգ է ինչ ասել, որ ժամանակացույց տան, թե որտեղ եւ երբ բնակեցնելու են ադրբեջանցիներին։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, անպայման ստուգեք դեկտեմբերի 5 2025 թիվ, որտեղ իշխանությունը իրար ճղում է մեջտեղից, դեն բան չկա, սուտ ապար, չէ ժողովուրդ, մտեք նայեք։ Ոչ մեկին մի հավատացեք, դուք ձեզ հավատացեք։ Եվ այս պարագայում հարց ածակում, բառաչի պարտիան այդ ադրբեջանցիների որտեղ են բնակեցնել, միացել մտածեք։ Պարզ է, որ այն տարածքներում, որոնց սրանք պատրաստում են հանձնել, անունը դնելով Ալմաթա, չգիտեմ ինչ, Գորակինեն կինոն վերցնեք որպես հիտ ու հանձնեք երկիրը։ Նույն պատմությունն է։ Եվ այսպես շատ հստակ և պարզ երևում է, թե ինչ տրամաբանության ներքո ձևավորել է Արևմտյան Ադրբեջան։ Հասկացան, չէ, անկլավների պատերվակով հանձնում են տարածքներ, հետո տարածքներ բերում են ադրբեջանցիների և ըստ էության սկսում են սրընթալից Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման գործընթացը։ Սա ուղիղ պարզ սխեմա է, ստեղ պետք չի լինել, հանճար որ հասկանալ այս ամենը։ Իսկ որ դա չլինի, պետք է անել ընդամենը երկու բան։ Հունիսի 7-ին արթնանալ, օրվա ընթացքում գտնել 15-ից 20 րոպե ժամանակ և գնալ ընտրատարածք։
եւ գնալ ընտրատարածք ինչի համար, որ հունիսի 7-ին Ժորժան եկեք մեզ պատուաններից եւ պատշգամներից հետևողներին տրափարենք, ողջունենք մեր քաղաքացիներին։ Ժորժան դուք Հեկուս տանից էլ հետևեք, ոչիշ, մենք անձրևային եղանակին է ձեզ հետ կշպենք։ Ողջունում ենք, Մայրիկ ջան, մի հատ բուկլետ, ընտրեմ մի վարկյան, մի հատ լայրը հասցնենք մեր քաղաքացիներին։ Հարգելի հայրենակիցներ, դուք արդեն տեսնում եք, թե ինչ ցնցումների մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, որը ոչ ասելիք ունի տարում։ Ասում էր, Արցախի հարցով լուծումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին։ Ասում էր նաև, որ առանձին որոշում չի կայացնելու, հավաքվելու են այսպես ասած ագորայում և որոշեն, թե ինչ է լինելու։ Հետո պարզվեց, որ ստայեցնում են, որպեսզի մեր երեխեքը խաղաղ ծառայեն, անվտանգ ծառայեն, չգովեն պատերազմում, անհրաժեշտ է իշխանափոխություն։ Իշխանափոխությունը Հայաստանի անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքներից մեկն է, և բոլորս պարտավոր ենք մասնակցել ընտրությանը և վռնդել այս իշխանությունը և ձևավորել նոր ազգային իշխանություն։ Հունիսի 7-ին քվեարկվեք, Ժորժան ողջունում ենք ձեզ։ Ողջունում եք սերի արշավնակցիներ։ Ջան, անպայման կմասնակցեք ընտրությանը։ Բացի Նիկոլենցից, ում էլ տակ միևնույնը հաղթանակա լինելու։ Անպայման մասնակցեք, որ հետո չփոշմանեք։ Դե 7-ը ցույց տվեք, մենք էլ ձեզ ենք ցույց տալու։ Ապրեք։ Mice muniție, tocalul de Ժորժան, թեև անձրևային եղանակա, բայց ասեն ձեզ հանուն մեր ուղերձները տեղ հասնելու մենք ցանկացած եղանակ էլ պատրաստ ենք քարոզություն իրականացնել։ Զուշ հետեղ զուշ եղեք։ Շադիր ասեք, գալիս են հակ, հարց չկա։ Ժողովուրդ ջան, ևս մեկ անգամ բարև ձեզ։ Գիտեմ, որ առավոտից երեկո հիմա տարբեր քաղաքական ուժեր ընտրարշավներ են անում, մարդիկ, որ ասում գիտեք, այս աղմուկից, այս նյարդությունից, ամեն ինչից նյարդանում են, բայց եկեք մի պահ կտրվենք, էլի ընտրականես ամբողջ գործընթացից ու մի հատ կողքից նայենք ինչա կատարվում։ Իսկ կատարումը ըստ էության հետևյալը։ Հայաստանի տեղը մեզ փորձում են համոզել, որ Հայաստանի տեղը պետք է ձևավորվի Արևմտյան Ադրբեջան։ Փոխարենը մեզ կտան օրինակ, չգիտեմ, բժշկական ապահովագրություն։ Ենթադրենք, հա։ Հիմա հարց ա ծագում, իսկ չի լինի բժշկական ապահովագրությունը լինի Հայաստանի Հանրապետությունում, առանց տարածքներ հանձնել, առանց ստորացում, առանց նվաստացում, տես չի լինում։
Չգիտես ինչու մեզ համար մեզ համոզել են, որ խաղաղությունը եկի պետք է լինի միշտ այս կիսակցած վիճակում ու դες նվաստացած։ Չհասկացանք, կարող է սատանի մայլ ենք հանդրբադություն են անում։ Չէ, ժողովուրդ ջան, դե ինչ չի։ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները արժանապատիվ հայ մարդիկ են։ Մենք փորձում են ասել, որ մեր պրոբլեմը մեր արժանապատվությունն է, որ արժանապատվությունը դին մի կողմ ավելի շկկա կգնի լատերիա, բարեք ձեզ։ Ամսի 7-ին, Ամսի 7-ին, Ամսի 7-ին, հենց այդ իսկ պատճառով ժողովուրդ ջան, հունիսի 7-ին առավոտյան արթնանում ենք, մի հատ կոֆե ենք խմում, բոլորս, օրվա մեջ 20 րոպե ժամանակ ենք գտնում, գնում ենք ու քննարկում ենք հետևյալ տրամաբանության ներքո։ Հունիսի 7-ին, ըհը, էսա։ Հարգելի հայրենակիցներ, մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Մերժել Ալիևի ու Էրդողանի թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ քվեարկել ազգային ուժերի օգտին։ Հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթին, քվեաթերթին, միացին, միացին, հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ը ոչ թե իշխանություն եւ ընդդիմություն ձևավորելու գործընթաց է, այլ անկախության հանրաքվե։ Մենք պետք է միասին պատասխանենք հավաքական ընդդիմությունը հաղթում է եւ դա է պատճառը, ողջունում ենք ձեզ, ժողովուրդ, ողջունում ենք։ Ողջունում ենք ձեզ։ Հավաքական ընդդիմությունը հաղթում է եւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խախտելով բոլոր էթիկական նորմերը հարձակվում է հայ կանանց վրա։ Այդպիսի պահվածքը ոչ մի պարագայում ընդունելի չէ։ Մենք մեր քաղաքական ընդդիմախոսներին որևէ անձնական վիրավորանք չենք հասցնում։ Մենք գովանդակային բանավեճ ենք վարում։ Բայց երբ որ դիմացինը ասելիք չունի, արել ճիշտ նրա ասելիքը Էրդողանին ու Ալիևին հաջողանալն է, այդ դեպքում ինքը հասնում է անձնական վիրավորանքների, բայց այդ վիրավորանքը իր մասին է, ով որ վիրավորանք է վիրարում, ինքը իր մասին է խոսում, իր մակարդակի, ավելի ճիշտ այդ մակարդակի բացակայության մասին, այնպես որ ժողովուրդ ջան, չտրվեք սադրանքներին, գնացեք ընտրատեղամաս, մերժեք Նիկոլ Փաշինյանին, վռնդեք նրանց կառավարության կաբինետից, միացեք, միացեք,